Իշխանությանը անդադար տեղեկացվել է, որ օրինակ եթե ատոմակայանի հարցով դուք շարունակեք համաձայնագիր չկնքել նորի վերակառուցման, նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ դուք 36 թվականից հետո ատոմական չեք ունենալու։ Դրա մասին արդեն Օվերչոկի հոդվածում հանդես է գալիս։ Այսինքն այդ խաղերը, որ մենք սենց ենք ուզում ենք լավագույն տարբերակ ենք փնտրում, բան չի կարելի խաբել միջազգային հարաբերություններում, դա սուտ է, խաբում են եւ խեն խաբում, որ փորձեն, որ ինչ որ բան անեն, որ թուրքերի, ադրբեջանցիների, Ադրբեջանի, Թուրքիայի ախորժակը բավարարեն, այսինքն որ հայ ազգը չունենա ատոմակայան, հայ ազգի ժառանգությունը խորհրդային միությունից ատոմակայանը փագեն։ Հիմա այդ կոնտեքստներից մեկն է նա, որ օրինակ շատ հետաքրքիր է, ասում եմ դուք գիտեք չէ, որ Եվրամիությունը եւ ԵԱՏՄ-ն անհամատեղել են։ Բոլորը գիտեն, իսկ թվում է մանկապարտեզի երեխաները գիտեն, բոլորը գիտեն, չէ։ Մեր վարչապետն ասում է դե հա, բայց քանի դեռ դրանք չեն հակասում իրար, մենք շարունակենք դրանք համադրել, հենց հակասեն հայ ժողովուրդը, ես վստահ եմ որոշում կայացնի։ Այսինքն բոլոր հարցումները վերեմ հայ ժողովրդին քարոզել են, որ պետք է ընտրել եվրոպական ուղղություն, բնականաբար Եվրոմիությունը չի ընդունելու Հայաստանին, չկա այդ ուղղությունը, եւ Ուկրաինայի օրն անգնելու Հայաստան, այսինքն զրկվելու այն ինչ որ ուներ, ու չի հասնելու տեղ, որ ուզում է գնա։ Այդ է ուկրաինացում, էլի, ես ասում ուկրաինացում դա է, ուկրաինական ազգի վերաբերյալ վերաբերմունք չի կամ վիրավորանք չի։